ինչ է մեղսագրվում Գագիկ Ծառուկյանին։ Այդ հաղորդագրությունից նույնիսկ քննչական կոմիտեն ոչինչ չի հասկացել, որովհետև այնտեղ որևէ բովանդակություն չկար ու չէր էլ կարող լինել, քանի որ հրահանգը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետը այդքան փոքրոգի ճղճին եւ այդքան նենգ կգտնվեր, այդքան մանրախնդիր կլիներ, որ նույնիսկ կենթանիներից վրեժխնդրություն կլուծեր կամ կենթանիների միջոցով կփորձեր պարոն Ծառուկյանից վրեժխնդիր լինել, դա արդեն ստորության հատակն է, որ ամեն անգամ մտածում ես, որ արդեն հասել ես հատակին, բայց ներքևից մեկը այնուհանդերձ թակում է, հիմա մենք փաստորեն այդպիսի իրավիճակում ենք։ Ես ձեզ մի տեղեկություն հայտնեմ, որ այն դատավորը, որը հիմա քննում է Գագիկ Ծառուկյանի գործը, դա այն նույն դատավորն է, որը Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կարված գործով կալանքի որոշում է տվել։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր մամուլում գրվեց, որ այդ դատավորի տիկինն էլ աշխատում է ԲԴԽ-ում, կարծում եմ արդեն պարզ է թե ինչ որոշում ինքը պիտի կայացնի կամ առնվազն այսպես ասեմ շատ քիչ ժամանակ է մնացել, մի քանի ժամից մենք արդեն կտեսնենք նա այդքան համարձակություն կգտնի իր մեջ դեմ գնալու ապօրինի հրահանգին, թե կդասվի այն դատավորների շարքին, ովքեր Նիկոլ Փաշինյանի ասածին չեն կարողանում ասել չէ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից ստացվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է տուժողը։ Հիմա ուզում ենք հասկանալ, այդ քաղաքացին է բողոքել, ինչ դե հիմք հանդիսացել քննչական կոմիտեի համար, որպեսզի սկսեն վարույթ, նախաքննություն իրականացնել, գալխուզարկություն իրականացնել, հետո արդեն կալանքի միջնորդությամբ հանդիպել։ Եթե հաշվի առնենք, այսպես հումորով ասենք, առյուծների երեկվա ձերբակալումը, գուցե նաև առյուծներն էլ ցուցմունք տված լինեն Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ մանրուքների մեջ չմտնենք, որովհետև այս գործերը ի սկզբանե պարզ է, որ կարված են, որ տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով, հետևաբար այնտեղ ինչ հիմարություն ասես, որ կարող են գրել։ Նույն տեսարանը մենք տեսել ենք Անդրանիկ Թևանյանի գործում, որ ամենաստոր մեղադրանքը ներկայացրեցին, բայց իրականում գործում ընդհանրապես որևէ նյութ չկա։ Ոչ միայն պետական գաղտնիքի վերաբերյալ որևէ դրվագ չկա, թեև իրենք բոլոր հարթակները օգտագործում են ասելով իբր Անդրանիկ Թևանյանը պետական գաղտնիք է հրապարակել, լրտես է եւ նմանատիպ այլ ապուշություններ, այլ ընդհանրապես գործում որևէ նյութ չկա եւ դա փաստաբանը ինքն է նաեւ նշում, այսօր նաեւ Անդրանիկ Թևանյանն էլ էր ուղերձղել, կարծում եմ հասցրել եք ծանոթանալ, ինքն էլ էր ասում, որ թե դատարանում, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեղադրող կողմը հենց ինքը հրաժարվել է այդ պետական գաղտնիքի մեղադրանքից ու ընդհանրապես կոչ էր անում միասնականության, որովհետեւ այո, այսպիսի տեմպերով, այսպիսի պառակտվածությամբ կամ հատվածական պայքարների, այսպիսի օջախներով, անձնական շահերը ավելի առաջ դասելով մենք լավ տեղ չենք հասնելու կամ ընդհանրապես որևէ տեղ չենք հասնելու։ Ի վերջո եկել է ժամանակը, որպեսզի ընդդիմությունը միավորվի, իր ջանքերը միասնական դարձնի, միասնական ճակատ ձևավորի եւ առնվազն գոնե այս քաղբանտարկյալների թեման այն առանցքը կարող է լինել, որի շուրջ ընդդիմությունը կարող է միավորվել եւ երեք մենք դրա վկայությունը արդեն տեսանք, որ տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց հայտարարությունը եւ իրենց սատարումը հայտնեցին թե Գագիկ Ծառուկյանին, թե ընդհանրապես բոլոր քաղբանտարկյալներին եւ ես կարծում եմ, որ այս գործելավոճը պետք է ել ավելի խորացնել եւ ավելի մեծ ծավալների հասցնել ու ի վերջո դարձնել միասնական ճակատ, որովհետեւ այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությունների դեմ միայն միասնական ջանքերով կարելի է պայքարել։ Տիկին Մանուկյան, այդ համախմբումը մենք գրեթե միշտ տեսնում ենք, երբ հասնում է արդեն գործը դատարան, բայց բացի այդ վճռականորեն դատապարտելու կոչերից, սատարումներից, ուր են հիմա օրինակ այստեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ նաեւ հայտարարեցին, որ մանդատներն են վերցնելու։ Դուք այս որոշումը որքանով եք ճիշտ գնահատում, որովհետեւ համացանցում էլ քննարկում են, քննադատում են, ասում են փաստորեն իշխանությանը եւ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին խանգարում էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բոլորը հաշտվել են, մանդատները վերցնում են եւ նոր գումարման ազգային ժողով են։
Առաջին դրվագով ցավոք ես ձեզ հետ պիտի համաձայնեմ, որովհետև այո, այստեղ պիտի լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը, որովհետև կրկնում եմ, սա իմը քոնը չէ, իմ կամ քո քաղբանտարկյալ տվյալ պարագայում գոյություն չունի, որովհետև ի վերջո այսպես բոլորին կալանավորելով ինքը գնալու է ու որևէ մեկը չի էլ մնալու, որ գա դա դատարանի արչև խոսի կամ իր սատարումը հայտնի։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն, ապա ես ի սկզբանե ասել եմ, որ ընդդիմությունը ինչ որոշում էլ որ կայացնի, պետք է շատ պարզ եւ անկեղծ լինի քաղաքացիների հետ ու բացատրի, թե ինչի է այդ քայլին գնում, ինչի համար է վերցնում մանդատները, ինչ է անելու դրանից հետո կամ ինչի համար չի վերցնում եւ ինչ է անելու դրանից հետո։ Հիմա որոշակի բացատրություններ հնչեցին, ես առաջարկում եմ, որպեսզի ժողովուրդը ինքը իր գնահատականը տա եւ հատկապես ընտրողները, ովքեր իրենց ձայնը տվել են, թե Ուժեղ Հայաստանին, թե Հայաստան Դաշինքին, արդյոք իրենք բավարարված են այն բացատրություններից, որոնք ներկայացվեցին մանդատները վերցնելու համար եւ այն ճանապարհային քարտեզից, որը իրենք նշեցին, որ փաստացի պիտի հասնեն իշխանափոխության, որովհետև անկեղծ լինենք, որ ընդդիմադիր զանգվածը իր ձայնը ընդդիմությանը տվել է ոչ թե ընդդիմություն լինելու, այլ իշխանափոխություն իրականացնելու համար։ Հիմա արդյոք իրենց բավարարում է այդ բացատրությունը եւ ճանապարհային քարտեզը, գնահատականը թող տա ժողովուրդը։ Ես միայն կարող եմ ասել մեր կողմից, Մայր Հայաստանի կողմից, որ մենք մեր ուժերի ներածին չափով, ինչպես որ միշտ եղել է, պատրաստ ենք աջակցել, պատրաստ ենք նպաստել այդ միասնականությանը եւ ջանք չխնայել, որպեսզի օր առաջ ազատվենք այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։ Ես եմ շնորհակալ։ Şapka.